Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մենք սկսում ենք Պոլիտէկոնոմ հաղորդաշարի հաջորդ թողարկումը եւ այսօր մեր քննարկման թեման կլինի Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը, արդիականացման հեռանկարները, միջազգային հնարավորությունները եւ նմանատիպ հարցերի շուրջ կզրուցենք տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Մեր հիմնական հարցադրումների շրջանակը լինելու է ֆինանսական համակարգի արդիականացումը, միջազգայնացումը, արագ փոփոխվող աշխարհում նոր հնարավորությունները։ Պարոն Կարապետյան, դուք ինչպես եք տեսնում նմանատիպ հարցերը, հատկապես այժմյան գեոքաղաքական, գեոտնտեսական հարաբերությունների պայմաններում, երբ որ խոսում ենք, քննարկում ենք Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի մասին, բնականաբար դրա կայունության ցուցիչները այժմ կան, սակայն ակնհայտ է, որ տնտեսության միջազգայնացման, առնվազն Հայաստանի Հանրապետության նոր դերի ստանձնման համատեքստում արդիականացման որոշակի գործիքներ են պետք, հասկանալի է, որ դա բանկային եւ մյուս համակարգերը միասնական են դիտարկվում, բայց բոլոր դեպքերում խնդրում եմ ձեր տեսլականը, ձեր պատկերացումները ֆինանսական համակարգի արդիականացման հեռանկարների մասին արագ փոփոխվող տնտեսական հարաբերությունների պայմաններում, հաշվի առնելով նաև Հայաստանի տնտեսական արդի վիճակը, հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ, հարևան երկրների հետ, ի նկատի ունեմ տնտեսական, Եվրամիության հետ միգուցե հնարավոր պոտենցիալը, ինչ հեռանկարներ եք տեսնում ֆինանսական համակարգի արդիականացման շրջանակում։ Համեցեք։ Շատ լավ, շատ հետաքրքիր հարց է եւ նաեւ գլոբալ համատեքստ ունի։ Ինչ առումով, տեսեք, ամբողջ աշխարհում ներկայումս հսկա անհամաչափություն է ձևավորվել, երբ որ տեղի ունեցան վերջին երկու ճգնաժամերը 2008 թվականի, սկսվեց Միացյալ Նահանգներից, ընդգրկեց ամբողջ աշխարհը, հետո 2020 թվականի COVID համավարակը, երկու ճգնաժամերին էլ դրամավարկային կարգավորողները արձագանքեցին փողի առաջարկի շատ մեծ աճով։ Միայն 2020 թվականի ճգնաժամի ժամանակ դաշնային պահոստային համակարգը շուրջ 4 տրիլիոնով ավելացրեց փողի առաջարկը, եւ դա, այսպես ասած, մի հատ հսկայական ֆինանսական փուչիկ փչեց, իհարկե փուչիկ չակերտավոր իմաստով, փուչիկ փչեց Միացյալ Նահանգներում, երբ առաջացավ այնպիսի իրավիճակ, որ օրինակ Տեսլայի բաժնետոմսերը, միայն Տեսլան, որը որ ամենևին ամենամեծ թվականակով մեքենաներ վաճառողը չէ աշխարհում, դարձավ ամենաթանկ կազմակերպությունը մնացած բոլոր ավտոարտադրողներից, եւ դա բավարար չէ, ինքը միայնակ դարձավ ավելի թանկ, քան մնացած բոլորը միասին։ Սա նրա հետևանքն էր, որ համաշխարհային ֆինանսական համակարգը սեգմենտավորված է, այսինքն փողի հոսքերը չեն տեղի ունենում համաչափությամբ։ Երբ որ Միացյալ Նահանգներում տեղի է ունենում փողի առաջարկի մեծ աճ, դա մեծացնում է Միացյալ Նահանգների ֆինանսական շուկան, չտարածվելով մնացած երկրների վրա։ Հաշվի առնելով նաև ԱՄՆ ազդեցությունը ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի վրա, սա բնականաբար լուրջ ազդեցություն կարող է ունենալ հետագա քայլերի շրջանակում եւ ինչ ազդեցություն ունեցավ, ինչպես եք դա մեկնաբանում։ Եթե համաշխարհային ֆինանսական համակարգը սերտ ինտեգրված լիներ, ապա այդ փողի առաջարկի աճը պետք է սկսեր արյունատար անոթների նման հոսել ամբողջ աշխարհով, ընդգրկեր նաև մնացած զարգացող երկրները եւ այդ թվում նաև այնպիսի երկիր, ինչպիսին օրինակ Հայաստանն է, նման ֆինանսական մեծ ռեսուրսների այսպես ավելացումից կարող էին հիպոթետիկ ձևով օգտվել մնացած երկրները հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական համակարգի ձևավորում, ամենայն դեպս համարվում է, որ ձևավորվել է որոշակի համաշխարհային ֆինանսական համակարգ, սակայն դա չեղավ։ Պարոն Կարապետյան, համաշխարհային բանկի եւ արժույթի միջազգային հիմնադրամի դերը այս առումով բավարար չէ, ԱՄՆ այդտեղ չունի ազդեցության իսկապես մեծ լծակներ, որ այդ խողովակների միջոցով առնվազն որոշակի չափով տեղաբաշխվեին եւ
հավասարակշռություն ապահովեր։ Պետական պարտքը Հայաստանի օրինակ շատ երկրների նաև այս ընթացքում բավականին մեծացավ, սրանք արդյոք դրա պատճառով էին եւ ինչ տեղի ունեցավ։ Այո, համաշխարհային հիմնադրամը եւ արժույթի միջազգային համաշխարհային բանկը եւ արժույթի միջազգային հիմնադրամը կարելի ասել վիրահատական միջամտություն են համաշխարհային ֆինանսական համակարգում, որպեսզի հնարավորություն տան ֆինանսական հոսքերը զարգացած երկրներից դեպի զարգացող երկրներ ապահովել։ Սակայն պետք է շուկայական պայմանները, այսինքն ինտեգրված համաշխարհային ֆինանսական շուկան ինքնին իդեալական պայմաններում պետք է հնարավորություն տա, որ այդ հոսքերը տեղի ունենան, սակայն դա տեղի չի ունենում, եւ թերևս մեր տնտեսության ամենամեծ կորսված հնարավորություններից մեկը դա է։ Մեզ մոտ չափազանց նախ ընդհանուր առմամբ ցածր է օտարերկրյա ներդրումների մակարդակը, թե ուղղակի թե պորտֆելային, ամենախոշոր օտարերկրյա պորտֆելային ներդրումները թերևս տեղի են ունենում, երբ Հայաստանի կառավարությունը տեղաբաշխում է եվրոբոնդեր, որը նաև վերջին ամիսներին եւս իրականացվեց, մարտ ամսին իրականացվեց։ Այլ պարագայում մեր ֆինանսական գործիքները բավարար ներկայանալի չեն աշխարհում, որովհետեւ մենք կարողանանք ինքնին ընդունել այդ ներդրումները առանց այսպես ավելորդ ջանքերի, առանց պետական պարտքի ավելացման, որովհետեւ ի վերջո լավագույն ուղին ներդրումներ ընդունելու դրանք ուղղակի ներդրումներն են, երբ Հայաստանում ձևավորվի արժեթղթերի շուկա, կորպորատիվ արժեթղթերի շուկա եւ հնարավոր լինի միջազգային ներդրողների համար ուղիղ ներկայություն ապահովել հեշտությամբ Հայաստանի ֆինանսական շուկա եւ հետեւաբար Հայաստանի տնտեսություն, բայց ցավոք սրտի դա այդքան իրականություն չէ, չնայած այստեղ փոփոխման որոշակի նշույլներ կան իհարկե վերջին տարիներին։ Ես օրինակ կարող եմ նշել, մեզ մոտ պետական պարտատոմսերի շուկան գոյություն ունի արդեն գրեթե 30 տարի, 25-ից 30 տարի, բայց օտարերկրյա ներդրողների ոչ ռեզիդենտ ներդրողների էական մուտք դիտվել է միայն վերջին տարիներին, երբ որ մի քանի 100 միլիոն դոլարի ոչ ռեզիդենտները պետական պարտատոմսեր են ձեռք բերել։ Իսկ ինչ է խնդիր, չեն վստահում, թե անհրաժեշտ մեխանիզմներ չկա, թե Հայաստանը անհրաժեշտ չափով ֆինանսական համակարգի առումով միջազգայնացված չէ, ինչ խնդիր կա դրա շրջանակում, հատկապես հաշվի առնելով նաև տարածաշրջանային գործոնները, կարծում եմ առնվազն տարածաշրջանային բազմաթիվ երկրներ դրա ցանկությունը կունենային տեսականորեն։ Հիմա խոչընդոտող խանգարող հանգամանքները ո՞րն են, որ գոնե պարտատոմսերի կամ արժեթղթերի առումով ինչ որ չափով միջազգայնացվի տնտեսությունը, որովհետև միջազգայնացումը, գիտեք, նաև ցանկանում եմ համեմատություն անցկացնենք այն բանի հետ, որ ցանկացած պետության միջազգայնացում դա իրականացում է նաև հաղորդակցության ուղիների միջոցով։ Հիմա մեր հաղորդակցության ուղիների առումով մեր տնտեսությունը խիստ խոցելի է, եւ այստեղ մենք կարիք ունենք դա փոխարինել այլ գործիքակազմով։ Ֆինանսական բանկային գործիքակազմը, ես կարծում եմ, միջազգայնացման իսկապես առանձին բաղադրիչ է, որ շրջանցելով հաղորդակցության ուղիները, այնուամենայնիվ քո տնտեսությունը կարողանա միջազգային չափանիշներով որոշակի ներգրավվածություն ունենա միջազգային բիզնեսի հետ, տնտեսական համակարգի հետ։ Հիմա այստեղ ինչ խնդիրներ կա, որ նմանատիպ շուկան չի զարգանում։ Նշեցիք նաև եվրոբոնդերի հետ կապված, դա կարծես թե հանրային դիսկուրսում մի քիչ քննարկվող թեմա է դրական եւ բացասական առումով։ Կխնդրեմ նաև սրան անդրադարձ այդ միջազգայնացման շրջանակում արդյոք կան որոշակի ակնկալիքներ, որ եվրոբոնդերի թողարկումը կամ այս շուկայում միջազգային որոշակի գործընկերների ձեռքբերումը, միջազգային մեխանիզմների ներդրումը Հայաստանը կբերի լրացուցիչ նոր մակարդակի եւ ձեր արդեն իսկ նշած ներդրումների ներգրավման համար նոր հնարավորություններ կբացվի։ Շատ լավ, երևի 3 ենթահարցի տարանջատենք, նախ խոսենք դրա մասին, թե ինչ խոչընդոտներ կան, որոնք խանգարել են օտարերկրյա ներդրողներին, հատկապես ֆինանսական շուկայի ուղիներով մուտք գործել Հայաստան, այնուհետև անցնենք մյուս հարցին եւ եվրոբոնդերին։
այս ներկա իրավիճակում, ներկա կոնյունկտուրայում ամենամեծ խոչընդոտը, որի մասին նաև ֆինանսական շուկայի մասնակիցներն են նշում, դա արժութային շուկայի իրացվելիությունն է։ Այսինքն այն, որ մեր տնտեսությունը փոքր է եւ մեր արտարժույթի շուկան փոքր է, միջազգային խոշոր ներդրողներին խանգարում է մեծ ներկայություն ունենալ, որովհետեւ խոշոր ինստիտուցիոնալ ներդրողները սովորաբար ներկայություն են ունենում այնպիսի երկրներում, որտեղ մի քանի 100 միլիոն դոլարի գործարքներ կարող են կատարել։ Սակայն մեր արտարժույթի շուկայի իրացվելիությունը բավարար չէ նման մեծ ծավալներ կլանելու համար։ Հետևաբար այստեղ որոշակի զարգացած կոնյունկտուրա է պետք, ավելի խորը արտարժութային շուկա է պետք, որը իրենց վստահություն կփոխանցի, որ իրենց ցանկացած ժամանակ կարող են որոշակի գործարք կատարել եւ օրինակ դուրս գալ շուկայից կամ մտնել շուկա։ Սակայն մնացած պարագաները, եթե նայենք, ասենք ինստիտուցիոնալ միջավայրը, դա ընդհանուր առմամբ միջազգային ստանդարտներին համապատասխանող է։ Շուկայի ենթակառուցվածքները զարգացած են, կան պրոֆեսիոնալ մասնակիցներ, ֆինանսական կազմակերպությունները, ֆինանսական համակարգը առողջ է, ֆինանսական կազմակերպությունները երկար տարիների փորձ ունեն, տասնամյակների հաջող գործունեություն ծավալնելու առանց, ասենք, ֆինանսաբանկային ճգնաժամերի, որը զարգացող երկրի համար բավականին լավ ցուցանիշ է։ Այս պահին նոմինալ առումով ամենամեծ խնդիրը դա է նշվում, սակայն կա նաև ընդհանուր առմամբ տեսանելիության խնդիր, այսինքն կա նաև այս ինֆորմացիոն բարիերը, որ պետք է համաշխարհային շուկայի մասնակիցներին պատմել մեր մասին, մերով լինելու մասին, ինչպես օրինակ Եվրոբոնդերի տեղաբաշխման ժամանակ անում են roadshow-ներ, այսինքն կառավարության ներկայացուցիչները գնում են եւ ֆինանսական կենտրոններում ներկայացնում են մեր տնտեսությունը, մեր պետական ֆինանսները, մեր կողմից առաջարկվող ֆինանսական գործիքները, նույն ձևով նաև այդպիսի մշտական կապ է պետք մասնավոր հատվածի մեջ, բանկերի կողմից, ներդրումային կազմակերպությունների կողմից համաշխարհային ֆինանսական շուկայում ավելի տեսանելի լինելու համար, ընդ որում ասեմ, որ վերջին տարիներին այս առումով բավականին լավ միտում կա, այստեղ արդեն գանք ձեր նշած երկրորդ շերտին հարցի, որ ֆինանսական համակարգը իրականում ֆինանսական շուկան շատ լավ կապուղի կարող է լինել եւ հաճախ երկրները, որոնք իրականում հաղորդակցության առումով կարող որոշակի դժվարություններ ունենալ, հենց ֆինանսական շուկայի միջոցով կարող են ոչ միայն կապուղի ունենալ, այլ նաև ստեղծել կապուղի, ոնց որ օրինակ Սինգապուրը, որ իր զարգացման ամենակարևոր փուլերից մեկը մտավ, երբ հասկացավ, որ պետք է դիրքավորել ֆինանսական շուկան որպես կապուղի եւ կապել ասիական տարածաշրջանը համաշխարհային ֆինանսական շուկաների հետ ու դրանից ահռելի մեծ օգուտներ քաղեց։ Հենց այդ շրջանակում կցանկանայի կենտրոնանալ, որ տարողունակ տնտեսություն չունենք, դա իսկապես ճիշտ եք նկատել, այդպես է, բայց դրանով հանդերձ արդյոք ունենք այն տեխնոլոգիաները կամ կարող ենք ստեղծել այն միջավայրը, որ տարողունակ տնտեսության փոխարեն հանդիսանանք միջնորդ տնտեսություն, կապակցող տնտեսություն, հատկապես եթե հաշվի առնենք Եվրոպա-Ասիա հաղորդակցության վերջին դրսևորումները, ինչպիսի մեխանիզմներ կարող են աշխատել եւ Հայաստանի աշխարհագրական դիրքը այս առումով կան նման հնարավորություններ, դուք տեսնում եք։ Այո, ես վստահ եմ ու հավատում եմ, որ կան եւ դրանք որոշակիորեն իրացվում են։ Իդեպ ես ասեմ, որ այսպես երբ ուսանող էի, այդպիսի մի հետազոտություն էի արել փոքր, ինչպիսի հեռանկարներ ունի Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածվելու համար, եւ այդ ժամանակ ինքը ինձ ավելի այսպես խենթ գաղափար էր թվում, բայց օրինակ վերջին տարիները ապացուցեցին, որ դա շատ իրատեսական է, հաշվի առնելով օրինակ Ռուսաստանի Դաշնության եւ ասենք համաշխարհային տնտեսությանը որոշակիորեն կապելու անհրաժեշտությունը, որը մեր ֆինանսական կառույցները բավականին լավ իրացնում են եւ դա ակնհայտ է իրենց ցուցանիշներից։ Առնվազն եթե նայենք բանկերի շահույթը, դա բազմապատկվել է վերջին տարիներին եւ բնականաբար սրանից օգտվել է ֆինանսական համակարգը, ծառայելով հենց որպես կապուղի Ռուսաստանի եւ ասենք զարգացած երկրների միջև, որտեղ հարաբերությունների որոշակի խզում է եղել։ Հնարավոր է նաև հետագայում Իրանի տնտեսության հետ, մենք գիտենք Իրանը ինչպիսի միջավայրում է գտնվում եւ
ինչ պոտենցիալ ունի եւ Իրանի ֆինանսական համակարգն ավելի քիչ է ինտեգրված խոշոր հաշվով զարգացած աշխարհի հետ, նույնիսկ քան Ռուսաստանը կարծում եմ, եւ այստեղ նույնպես Հայաստանը անհրաժեշտ գործիքակազմի մշակման եւ անհրաժեշտ քաղաքականության ներդրման դեպքում ենթադրում եմ որոշակի առաջընթաց կարող է ունենալ։ Իհարկե, շատ ճիշտ եք նկատում, Ռուսաստանը շատ ինտեգրված է եղել համաշխարհային ֆինանսական համակարգին եւ կապուղի ծառայելու անհրաժեշտությունը առաջացել է զուտ այն պատճառով, որ արհեստական սեպ է խրվել Ռուսաստանի եւ ֆինանսական համակարգերի միջեւ։ Դա ֆինանսական համակարգի տեսակետից զուտ արտաքին շոկ էր, այսինքն իրենք չէին պլանավորել, որ այդպես է լինելու, այլ ուղղակի քաղաքական, աշխարհաքաղաքական պատերազմական զարգացումների արդյունքում այդպես եղավ, բայց Իրանի դեպքում իրավիճակը լրիվ այլ է։ Իրանը ունի բավականին զարգացած ներքին շուկա, բորսա, որտեղ շատ մեծ թվով կազմակերպություններ կան եւ իրենք նաեւ շատ ակտիվորեն իրենց քաղաքացիներին խթանում են ձեռք բերել բաժնետոմսեր եւ շատ տարածված է, բավականին հետաքրքիր է, որ Իրանը լինելով նման փակ տնտեսություն, ոչ նույնիսկ շուկայական, նման զարգացած շուկայական ենթակառուցվածք ունի, բայց դա բնականաբար խզված է աշխարհից եւ այս առումով որոշակի նորմալացման հեռանկար է քաղաքական իրավիճակի Իրանի շուրջ կարող է նաև լավ հնարավորություններ ստեղծել, հատկապես հաշվի առնելով մեր ֆինանսական ինստիտուտների նման փորձառության ձևավորումը, այսինքն նման հեռանկար կա եւ իդեպ նաև մի հետաքրքիր փաստ նշեմ, Ղազախստանը այս հնարավորությունները հասկանալով դեռևս շուրջ 10 տարի առաջ սկսեց մի պրոյեկտ, որը անվանեց Աստանա միջազգային ֆինանսական կենտրոն, այնտեղ ստեղծեցին առանձնացված շուկայական ենթակառուցվածք, որը աշխատում է ոչ ղազախական օրենսդրությամբ, այլ անգլիական օրենսդրության տիպի օրենսդրությամբ, այսինքն միջազգային խաղացողներին հասկանալի օրենսդրությամբ, եւ իրենց հարթակը բացեցին եւ առաջարկեցին տարբեր տարածաշրջանային խաղացողների այստեղ ֆինանսական ներկայացուցչություններ բացել, այնուհետեւ այստեղ տեղաբաշխումներ անել եւ գալ այստեղ ակտիվներ ձեռք բերելու եւ այս կենտրոնը շուրջ 10 տարի կա, իհարկե դժվար է ասել, որ այն մեծ հաջողություններ է գրանցել, սակայն մի քանի միլիարդ դոլարի շրջանառության հասել է։ Գուցե այս առումով շատ մեծ չի հաջողությունը, բայց այնուամենայնիվ որոշակի քայլեր իրենք այս ուղղությամբ իրականացրել են։ Եվ թերևս նաև հեռանկարները կախված են նրանից, թե Ռուսաստանի շուրջ ինչպիսի զարգացումներ կլինեն, որովհետև Ռուսաստանում շատ հետաքրքիր է, որ զարգացած ֆինանսական շուկա է ձևավորվել, որը իրականում տնտեսությունից էլ առաջ է ընկած, այսինքն տնտեսությունում շուկայական հարաբերությունները Ռուսաստանի այնքան արագ չեն արմատացել, որքան ֆինանսական շուկաներ են ստեղծվել արևմտյան տիպի։ Դուք նկատի ունեք մինչև պատժամիջոցները, թե պատժամիջոցները թե նոր են ստեղծվել այդ շուկաները։ Մինչև պատժամիջոցները 90-ականներին եւ 2000-ականներին եւ իդեպ նաեւ մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանը Տրոյկա դիալոգ կազմակերպությամբ այստեղ ահռելի ներդրում է ունեցել եւ Ռուսաստանում ժամանակակից ենթակառուցվածքներ են ստեղծվել, արժեթղթերի շուկայի խորությունը հնայում էական մասնաբաժնի է հասել, նաև բնակչության շրջանում ավելի մեծ տեղեկացվածություն է ձևավորվել ֆինանսական շուկաների եւ ներդրումների մասին։ Այսինքն բավականին լուրջ առաջընթաց է եղել եւ հիմա նաեւ թերևս նաեւ հենց սա է պատճառը, որ ներկայումս հայաստանյան ֆինանսական կազմակերպությունները կարողանում են սպասարկել ռուս հաճախորդների, որովհետեւ այնտեղ ստեղծված է նման պահանջարկ ֆինանսական ծառայությունների նկատմամբ, սակայն այդ արհեստական խրված սեպը որոշակի բարդություններ է ստեղծում, որը նաև հնարավորություններ է ստեղծում հարևան երկրների համար, օրինակ ղազախներն էլ շատ լավ դրանից օգտվում են, Ռուսաստանի քաղաքացիների մի էական մաս ներկայումս ղազախական բանկերում հաշիվներ ունի, դրանով ասենք տարբեր գործարքներ անել, միջազգային ֆինանսական շուկաներին հասանելիություն ունենալ եւ այլն։ Այսինքն այդ հնարավորությունները սպայն կարծես թե արհեստականորեն են ստեղծվել, բայց նաեւ պետք է նկատենք, որ այդ հնարավորությունները հնարավոր է կապիտալացնել երկարաժամկետ հորիզոնում։ Շատ կարևոր հարցադրման եք անդրադառնում։ Ես ցանկանում եմ այս համատեքստում շեշտել ֆինանսական համակարգ քաղաքացի եւ ֆինանսական համակարգ տնտեսվարող փոխհարաբերությունները
Եթե որոշ առումով ֆինանսական ինստիտուտները, բանկերը, մյուսները ներգրավված են գործընթացների մեջ, ապա հատկապես մարզերի պարագայում, հատկապես ուղղակի ֆիզիկական անձանց պարագայում ֆիզիկական անձը կամ տնտեսվարողը շատ հաճախ առնչվում է ընդամենը բանկի միջոցով վարկ վերցնելու կամ չգիտեմ ինչ-որ նմանատիպ գործարքների դեպքում, երբ որ ֆինանսական գործիքները այնքան հսկայական հնարավորություն կարող են տալ, ինչպիսիք են ներքին պարտատոմսերի շուկայի ձևավորումը եւ այստեղ արդեն պետություն քաղաքացի փոխգործակցության ձևավորումը։ Կարծում եք արդյոք, որ մենք ունենք ֆինանսական գրագիտության կամ անհրաժեշտ մեխանիզմների այնպիսի պաշար կամ ընթացակարգեր, որոնք քաղաքացի պետություն փոխգործակցությունը ֆինանսական համակարգի միջոցով կարող են բարձրացնել ավելի վերև, ավելի շահավետ, ավելի տնտեսապես արդյունավետ ինչպես քաղաքացու, այնպես էլ պետության համար եւ դրանով բնականաբար մի կողմից վստահության մակարդակը միմյանց նկատմամբ կմեծանա, մյուս կողմից տնտեսական արդյունավետությունը եւ փոխկապվածությունը կհանգեցնի նոր դրսևորումների։ Ինչ կարծիք եք պետություն քաղաքացի այսպես ֆինանսական համակարգի մեջ փոխգործակցության շրջանակում։ Թերևս նման փոխգործակցության լավագույն հարթակը դա մեր ներքին պետական պարտքի շուկան է, պետական պարտատոմսերի շուկան է, որտեղ քաղաքացին եւ պետությունը փոխշահավետ համագործակցություն են ստեղծում, այսինքն քաղաքացին ներդնում է իր խնայողությունները վստահելի ֆինանսական գործիքներում, որոնք նաեւ բավականին լավ եկամտաբերություն են խոստանում, եւ միաժամանակ պետությունը ունենում է պարտքային ֆինանսավորման կայուն աղբյուր, որի պայմաններում չի վերցնում արտարժութային ռիսկ, փոխարժեքի տատանումներից ռիսկ չի ունենում, միաժամանակ օգտագործում է ներքին խնայողությունները, այլ եւ դրանց դիմաց վճարելուց այդ գումարները չեն արտահոսում երկրից, ինչպես արտաքին պարտքի դեպքում է լինում, ու միաժամանակ իր համար ամրության որոշակի բուֆեր է ստեղծում, որովհետև ստեղծված այս համագործակցությունը ինքը երկարաժամկետ պտուղներ է տալիս, որ տարբեր հնարավոր շոկերի ժամանակ պետությունը գիտի, թե որտեղից փող գտնել, այսինքն ձևավորվում է փոխվստահության գործակցության որոշակի շրջանակ, որը այս ամրության պաշարն է տալիս, օրինակ մեզ մոտ տասնամյակներով ներդրված ջանքերը ներքին պարտքի շուկա զարգացնելու բավականին լավ պտուղներ տվեցին, օրինակ 2020 թվականին, երբ տեղի ունեցավ COVID-ի ճգնաժամը, հետո պատերազմը Արցախում եւ այդ պայմաններում պետությունը բնականաբար բյուջեի պակասուրդ ընդլայնեց, լրացուցիչ ֆինանսավորման կարիք առաջացավ եւ ներքին պարտքի շուկան հնարավորություն տվեց արագ առանց միջազգային դոնորներին դիմելու, առանց այսպես վազելու եվրոբոնդեր թողարկելու համար ռեսուրսներ ներգրավել, այսինքն սա այսպես հրաշալի հարթակ է, որտեղ փոխշահավետ համագործակցություն է ձևավորվում, իդեպ նաև բավականին հետաքրքիր օրինակ էր այս առումով Ռուսաստանը, որտեղ երկիր, որը տասնամյակներով հիմնականում բյուջեի հավելուրդներ էր ունենում, սակայն շարունակում էր պետական պարտատոմսերի շուկան ակտիվ պահել, ինչի համար է ակտիվ պահում, դա երևաց այն ժամանակ, երբ բռնկվեց ռուս-ուկրաինական պատերազմը եւ Ռուսաստանը սկսեց բյուջեի պակասուրդներ ունենալ եւ այդ պակասուրդների ֆինանսավորման համար օգտագործել նաև պարտքային գործիք, այսինքն սա հնարավորություն է տալիս այս փոխգործակցության շրջանակը հնարավորություն է տալիս շոկերի ժամանակ ավելի վստահ զգալ պետությանը, ինքն իրեն ավելի վստահ զգալ եւ ավելի այսպես արագ ֆինանսավորման խնդիրներ լուծել։ Շատ լավ, պարոն Կարապետյան, դուք մի քանի կարևոր թեմաների անդրադարձաք, օրինակ ֆինանսական համակարգի կայունության եւ այլը որպես գործող մեխանիզմ, այո, իսկապես դա բազմաթիվ փորձագետներ, տնտեսագետներ նշում են, որ համեմատաբար զարգացած համակարգերից է։ Հիմա, եթե դա տնտեսության մեջ կամ ընդհանրապես պետության մասշտաբով համեմատաբար զարգացած համակարգերից է, ինչ եք կարծում տնտեսական անվտանգության տեսանկյունից եւ ի վերջո տնտեսական անվտանգությունը պետության անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Մեր ֆինանսական համակարգը ինչ գործառույթներ ունի անելու,
որ մի կողմից ամրապնդի տնտեսական անվտանգությունը, իսկապես անհրաժեշտ բարձիկներ ապահովի եւ մյուս կողմից ապահովի Հայաստանի ներկայանալիությունը ամբողջ աշխարհում միջազգային հարթակներում, բնականաբար դա արդեն խոսում է պետության անվտանգության մասին։ Իհարկե դուք ներկայացրեցիք որոշ առումով արժեթղթերի եւ այլնի հետ կապված, բայց ամեն դեպքում կցանկանամ հատուկ շեշտադրում կատարեք, եթե հնարավոր է, տնտեսական անվտանգության առումով մեր ֆինանսական համակարգը ինչ ունի անելու։ Թերևս առաջին կոմպոնենտը հենց պետական պարտքային ֆինանսավորում ապահովելու մեջ է, այսինքն երբ տեղի ունենում արտաքին շոկեր կամ ներքին շոկեր, պետության համար արագ ֆինանսավորման կարիք է առաջանում, ներքին պարտքի խորը իրացվելի շուկայի առկայություն հնարավորություն է տալիս արագ առանց մեծ ռիսկերի, առանց մեծ խնդիրների այդ ֆինանսավորումը գտնել։ Իսկ դրա բացակայությունը շատ մեծ բացական հետևանքների է հանգեցնում եւ հաճախ են շատ են պատահում նման դեպքերը, երբ երկրները դեֆոլտի իրավիճակի են բախվում շատ ցածր պարտքի բեռի պայմաններում, որովհետեւ չունեն այս ներքին պարտքի զարգացած շուկան, դրա ենթակառուցվածքները եւ պարզապես ֆինանսավորման կարիքի դեպքում պետք է փորձեն միջազգային դոնորներ գտնել, որոնք իրենց պայմաններն են բնականաբար թելադրում եւ ոչ միշտ է նաեւ այդ թվում քաղաքականապես ցանկալի լինում այդ ձևով ֆինանսավորում ներգրավել, իսկ սա տալիս է սուվերենություն, այսինքն ներքին պարտքի շուկան սուվերենություն է տալիս, ինքը մոնետար սուվերենություն, այսպես եզրույթի տակ է հենց մտնում, հա, երբ երկիրը ոչ միայն մոնետար սուվերենություն թվում է այն իրավիճակներ, երբ դոլարայնացման մակարդակը ցածր է, այսինքն երկրում օգտագործում են ազգային արժույթը, բայց մոնետար սուվերենության շատ կարևոր տարր է, երբ երկիրը ֆինանսավորում կարող է գտնել իր արժույթով։ Դրան շատ դժվար են հասնում երկրները, երբ կարողանում են գտնել երկարաժամկետ ֆինանսավորում սեփական արժույթով, սակայն երբ հասնում են, դա էական ձեռքբերում է եւ սա նաեւ շատ է կապված նրա հետ, թե ինչպիսի արտահանելի հատված ունի երկիրը, այսինքն ինչպես է իր վճարային հաշվեկշիռը ֆինանսավորում։ Երբ երկիրը ունի առողջ վճարային հաշվեկշիռ, այսինքն իր արտահանումը եւ ներմուծումը ճիշտ հաշվեկշռված են, այնպես որ նաեւ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար են էական տեղ թողնում, այս պայմաններում երկիրը հասնում է մոնետար սուվերենության եւ սա թերևս լավագույն իրավիճակն է, երբ երկիրը կարող է ամբողջությամբ անկախ դրամավարկային քաղաքականություն վարել։ Ներկայումս բավականին այսպես մոդայիկ է դարձել ամբողջ աշխարհում ժամանակակից մոնետար տեսությունը, որը որոշակիորեն ծայրահեղ է, սակայն ինչ է ասում է, որ այն երկրները, որոնք ունեն մոնետար սուվերենություն, կարող են իրենց պարտքային գործիքները օգտագործել այնպես, ինչպես փողն են օգտագործում, այսինքն որևէ տարբերություն չկա, երկիրը թողարկում է պարտատոմսեր, թե թողարկում է ազգային արժույթ, դրանք փոխադարձ փոխարինելի երևույթներ են, այսինքն սրա համար պետք է երկիրը մոնետար սուվերենության հասնի եւ շատ մեծ ազատություն է դա տալիս քաղաքականության եւ հնարավորություն է տալիս, այսպես օրինակ, էական ռեսուրսներ ներգրավել ներդրումների համար ու առաջանցիկ զարգացման համար։ Սա թերևս առաջին կոմպոնենտն է հասնել մոնետար սուվերենության, որը իրոք տնտեսական անվտանգության հենք կստեղծի, եւ մյուս կողմից դա ֆինանսական խորությունն է, այսինքն որքանով է ֆինանսական համակարգը ներգրավված տնտեսությունում եւ լայնությունը, թե ինչքան տարատեսակ ֆինանսական գործիքներ են սպասարկում այս խորությունը։ Օրինակ, արդյոք դա միայն վարկային գործիքներն է, թե նաեւ արժեթղթերն են, պարտատոմսերը, բաժնետոմսերը, իսկ շատ ավելի իդեալական կյանքում ածանցյալ գործիքները, որոնք շատ ավելի լայն հնարավորություններ են տալիս արդյունավետորեն սպասարկելու տնտեսությանը։ Դերևս այս երկու թևերը ֆինանսական համակարգի այս երկու ուղղությունները երկրի տնտեսական անվտանգություն կարող են շատ ամրապնդել։ Դուք անդրադարձաք տնտեսական անվտանգության եւ խոշոր հաշվով ֆինանսական անկախության շրջանակում դա ներկայացրեցիք եւ բազմաթիվ են քննարկվող հարցերը, օրինակ տարածաշրջանային թե միջազգային ինտեգրացիա Հայաստանը որ դեպքում կարող է ավելի դիմակայուն եւ ճկուն տնտեսություն ունենալ, արդյոք տարածաշրջանային հաղորդումների բացումը կվնասի Հայաստանի տնտեսությանը հաշվի առնելով, որ
այլ երկրներ արդեն տնտեսապես ավելի մեծ մուտք ունենան դեպի Հայաստան, կարծում եք արդյոք, որ ձեր ներկայացրած թեզը, ենթադրենք ֆինանսական անկախության վերաբերյալ, հնարավոր է ստեղծի այնպիսի տնտեսական համակարգ Հայաստանում, որ հաղորդակցության ուղիների բացումից հետո այն վտանգները, որոնք որ ներկայացում են, որ ենթադրենք պայմանական Թուրքիայի տնտեսությունը ամբողջությամբ կկլանի Հայաստանը կամ չգիտեմ տարածաշրջանային այլ երկրներ եւ այլ, դրանով այդ քաղաքականության միջոցով հնարավոր է ստեղծել այնպիսի համակարգ, որ իսկապես մեր տնտեսությունը լինի դիմակայուն արտաքին ազդեցությունների, արտաքին շոկերի, արտաքին տնտեսական ինտերվենցիաների նկատմամբ, այդ պատնեշը, այդպիսի համակարգ հնարավոր է ունենալ եւ ընդհանրապես չմտածել տնտեսությունը շատ ավելի մեծ չափով բացելու հեռանկարի մասին։ Շատ լավ, իրականում մոնետար անկախության ամենակարևոր տարրերից մեկը դիմակայուն տնտեսություն ունենալն է, այսինքն մեկը առանց մյուսի հնարավոր չէ, թվում է հավի եւ ձվի պատմությունն է, այսինքն երկուսը զուգահեռ պետք է առաջ գնան, ինչու որովհետեւ օրինակ մոնետար անկախություն հնարավոր չէ, երբ երկիրը ունի ուժեղ արտահանելի հատված, իսկ ուժեղ արտահանելի հատված ունենալու համար անհրաժեշտ են արդյունաբերական քաղաքականություններ, թիրախային միջամտություններ, երբեմն նաև անհրաժեշտ է որոշակի հովանավորչություն, որը օրինակ գյուղատնտեսության դեպքում դեռևս չկա աշխարհում երկիր, որը որ առանց պետական հովանավորչության կարողանում է կամ կարողացել է գյուղատնտեսության մեջ որոշակի մրցունակության հասնել, հա, այսինքն այս տեսանկյունից ամեն դեպքում թիրախային միջամտությունները տնտեսության ոլորտներին անհրաժեշտություն են եւ երբ որ մենք ունենանք մրցունակ տնտեսական ոլորտներ, այդ դեպքում արդեն չենք կարող ենք չվախենալ բացվելուց, այսինքն երբ ունենանք մրցունակ ոլորտներ, ունենանք նաեւ մոնետար անկախություն, այս դեպքում կարող ենք չվախենալ տնտեսությունը բացելուց եւ ավելի շատ առևտուր անել, ավելի շատ ինտեգրված լինել, մինչդեռ հիմա տեսնում ենք աշխարհում ինչ միտում է, երբ անգամ աշխարհի ամենամրցունակ, ամենախոշոր տնտեսությունը, որը տարբեր ոլորտներում ամենամրցունակն է, աստիճանաբար փորձում է փակվել որոշակի ոլորտներում, որտեղ զիջել է մրցունակությունը, խոսքը բնականաբար Միացյալ Նահանգների եւ Թրամփի ադմինիստրացիայի կողմից կիրառվող մաքսատուրքերի մասին է։ Մենք մաքսատուրքերի թեմաներին անդրադարձել ենք, բայց ֆինանսական համակարգի վրա ինչպիսի ազդեցություն դա կարող է ունենալ, ինչ եք կարծում, ապրանքների մասով հասկանալի է, բայց նմանատիպ սահմանափակումները արդյոք կանդրադառնան ֆինանսական համակարգի վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք ձեր մեկնաբանությունների սկզբում նշեցիք, որ ԱՄՆ ֆինանսական համակարգը բոլոր դեպքերում համաշխարհային բանկի կամ արժույթի միջազգային հիմնադրամի կամ այլ խորհրդների ձևաչափով բոլոր դեպքերում ունի հնարավորություն ազդեցության։ Հիմա այդ մաքսատուրքերը կարող են ազդել ֆինանսական համակարգի վրա նաև խոշոր հաշվով, թե դրանք ապրանքների վրա ազդեցություն ունենալուց հետո դառնում են ուղղակի քաղաքականություն։ Դե մաքսատուրքերին առաջին արձագանքը ֆինանսական շուկաների շատ այսպես մեծ հիասթափությունն էր, երբ արժեթղթերի գները բավականին մեծ տատանումներ տվեցին խոշոր հաշվով։ Այո, իրականում փլվեցին, ամենաարագ անկումներից մեկը եղավ, որ եղել էր ընդհանրապես ֆինանսական շուկաներում, մեծ անկում եղավ, դոլարը արժեզրկվեց, բայց խնդիրը միայն դա չէ, այլ այստեղ կա լուրջ ընդհանուր համատեքստ, եւ այդ համատեքստը նա է, որ մաքսատուրքերը դրանք որոշակի լարվածության մաս են եւ այսպես ասած այդ French shoring են ասում, երբ ձևավորվում են տնտեսական բլոկներ, հա, այդ բլոկավորման մաս են եւ այդ տնտեսական բլոկներում միայն առևտրային հարաբերությունները չէ որ բլոկավորվում են, այլ նաեւ ֆինանսական հարաբերություններն են եւ հենց այս համատեքստում Չինաստանը, որը որ Միացյալ Նահանգների պարտատոմսերի ամենախոշոր ներդրողն է աշխարհում, աստիճանաբար, ոչ թե աստիճանաբար, այլ արդեն բավականին կտրուկ
նվազեցնում է այդ մասնակցություն Միացյալ Նահանգների գործիքներում։ Այսինքն սա հայելային արտապատկերումն է, որտեղ ինչպես գիտենք, ինչպես վճարային հաշվեկշռում է, երբ արտաքին առևտուրը եւ ֆինանսական գործառնությունները միմյանց հայելային արտապատկերումն են, նույնը նաեւ այս համաշխարհային քաղաքականության մեջ, երբ մաքսատուրքերի հայելային արտապատկերումը լինում է ֆինանսական հարաբերությունների որոշակի խզմամբ եւ թերևս եթե վերադառնանք մեր զրույցի սկզբին, հենց այս համատեքստում է, որ այս ֆինանսական բլոկերի ձևավորման համատեքստում է, որ հնարավորություններ են առաջանում այս բլոկերի մեջ որոշակի կապողու դեր խաղալ եւ սա է, որ մենք հիմա տեսնում ենք Հայաստանում եւ թերևս այս զարգացումներին ճիշտ հետևելը ու այդտեղ հնարավորությունները նկատելը ու դրանք օգտագործելը այսպես շատ կարծում եմ պտղաբեր ռազմավարություն կարող է լինել։ Խոշոր հաշվով դուք այն կարծիքին եք արդյոք, որ տարածաշրջանում Հայաստանը ունի ֆինանսական լուրջ համակարգ ձևավորելու եւ ազդեցության լուրջ գործոն դառնալու պոտենցիալ, ներուժ, հաշվի առնելով դուք նշեցիք Ռուսաստանի, Իրանի սահմանափակ տնտեսությունները, հաշվի առնելով օրինակ տարածաշրջանի հետ ինտեգրվելու ֆինանսական առումով այլ հնարավորությունները, իհարկե այդպիսի գործիքակազմ, մեխանիզմներ տարածաշրջանում նույնիսկ ինտեգրվելու համար ունենալու պարագայում Հայաստանը կարծում եմ պարտավոր է շատ լուրջ ներգրավվածություն ունենալ միջազգային ավելի բարձր կառույցների եւ այդպիսի ներգրավվածությունը ապագայում եթե նաեւ ամփոփելու լինենք մեր այսօրվա զրույցը, քննարկումը, ինչ մեսիջներ դուք կտայիք, ինչ հաղորդագրություն կտայիք, ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ քաղաքացուն եւ պետությանը։ Արդյոք մենք կարող ենք ձևավորել այն միջավայրը ֆինանսական համակարգի առումով, որ մի կողմից օգտվենք տարածաշրջանային երկրների սահմանափակ հնարավորություններից եւ նրանց առաջարկենք որոշակի պրոդուկտներ, մյուս կողմից մենք հնարավորություն ունենանք դրանք հավասարակշռել միջազգային կառույցների հետ անհրաժեշտ չափով ինտեգրված լինելու հանգամանքով, այսինքն լինելով այնտեղ ինտեգրված, այստեղ կարողանանք ծառայություններ մատուցել եւ խոշոր հաշվով դառնալ այն տնտեսական կամ ֆինանսական տեխնոլոգիական առումով նաև հաբը, կենտրոնը, որ դուք ձեր մեկնաբանության սկզբում նշեցիք։ Կարճ պատասխանը այո, եթե մենք կատարենք մեր տնային աշխատանքը, այսինքն մեր ներսում ֆինանսական համակարգը լինի մրցունակ, լինի լայն, երբ որ ֆինանսական գործիքների ամբողջական ընտրանիք ունենանք, այդ պարագայում այդ մրցունակությունը հնարավոր կլինի կապիտալացնել այս ձևով եւ այս առումով վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ բավականին լավ պոտենցիալ կա, օրինակ եթե նայենք ներդրումային ֆոնդերի թիվը ինչպես է փոխվել Հայաստանում վերջին մի քանի տարիներին, դա բազմապատիկ անգամ է, ներկայումս դրանք տասնյակներով են, մինչդեռ նախկինում շատ սահմանափակ էին, ասենք 10 տարի առաջ, ընդամենը խիստ սահմանափակ էին եւ ակտիվությունը բավականին արագ աճում է այս ուղղությամբ եւ լայն հնարավորություններ ստեղծում, սակայն դեռ շատ ճանապարհ կա անցնելու։ Ներկայումս մենք մեր ֆինանսական շուկան այն փուլում է, երբ պետական պարտատոմսերի շուկան դառնալով այսպես առաջատարը տեղ է բացել կորպորատիվ շուկայի համար, կորպորատիվ պարտատոմսերի շուկայի համար եւ այդ հնարավորությունը իրացվել է նախ ֆինանսական կազմակերպությունների կողմից, հետո նաեւ իրական հատվածի կազմակերպությունների կողմից, օրինակ կհիշենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ թողարկեց, Յուքոմը թողարկեց եւ այսպես շարունակ, սա շատ լավ նորություն է եւ սրա հաջորդ փուլը պետք է լինի արդեն բաժնետոմսերի շուկայի զարգացումը, որից հետո նաև ածանցյալների շուկայի զարգացումը եւ երբ կունենանք նման մրցունակ, լավ զարգացած ամուր կապերով ֆինանսական շուկա, արդեն մենք կարող ենք նման հայտ ներկայացնել ռեգիոնալ կենտրոն դառնալու եւ նման կապուղի դառնալու տարբեր բլոկերի միջև եւ իրականում սա շատ լավ ռազմավարություն է, իհարկե եթե այն զուգակցենք նաեւ իրական տնտեսության զարգացման ռազմավարությամբ, արդյունաբերական քաղաքականություններով, որով կձևավորենք մրցունակ ոլորտներ, որովհետեւ նաեւ այս մրցունակ ոլորտներից է գալիս ազդակը ֆինանսական համակարգում զարգացման եւ նաեւ այդ ազդակը հետո հետ է վերադառնում տնտեսական ոլորտներ եւ այսպես
դրական շղթա է ստեղծվում, որը ի վերջո ձևավորում է այնպիսի տնտեսություններ, որոնք մենք տեսնում ենք արևմուտքում, այսինքն եվրոպական երկրների տնտեսությունները, Միացյալ Նահանգների, Չինաստանում, որը թվում է թե ոչ շուկայական տնտեսություն, այնտեղ շատ զարգացած ֆինանսական ենթակառուցվածքներ կան եւ օրինակ ներքին պարտքը ամենաբարձրն է Չինաստանում։ Դա իհարկե իր հետ ռիսկեր ունի, բայց նաեւ սա նշանակում է, որ անգամ պլանային տնտեսությունը փորձում է առավելագույնս օգտագործել, ու իհարկե կիսապլանային, փորձում է առավելագույնս օգտագործել ֆինանսական համակարգի ու գործիքների հնարավորությունները։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մեր հյուրն էր տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։ Հաջողություն ձեզ։